Ֆելյան աշտարակ այնքան կարդացել ենք, երեք հրացանակիներից գիտենք, որ Ձյումանին չերա գրել կամ Բալզակի ասած փողոցներում ոնց գնանք։ Հեշտ են արդյոք հայերը անցնում այդ էմբասին, այդ Grande question alors par rapport aux Arméniens qui souhaitent partir en France, voir un petit peu comment cela se passe. Est-ce que c'est simple de faire une demande? De quoi est-il nécessaire et combien de temps ça dure? Et est-ce que la réponse positive ou non en fait en général? C'est une question absolument inattendue. Ասում շատ անսպաս հարց է։ C'est pas compliqué de venir en France. C'est pas compliqué de venir en France. Moi, quand je suis arrivé ici, et moi, consul de France, mais c'est aussi, je pense, la politique de mes collègues de l'espace Schengen, hein, que ce soit les Allemands, les Italiens, je suis arrivé en France, les taux de refus de visa étaient énormes, étaient très élevés. Parce qu'on avait une autre philosophie sur le visa et sur la venue des Arméniens en France. Ասում է, որ ինքը եկել էր ստեղ, որ երկու տարի առաջ ստեղեր, շատ վիզաները մերժում էին, մինչև իր գալը, որտեղ ուրիշ մենտալիտետ էր, որ հայրը ուզում են գնան, voilà, et մնան։ Գնան, տեսնեն գան։ Էտա, դրա համար ինքը ասում է, որ ինքը որ ստեղ էր, ավելի բացվում է, որտեղ ուրիշ մենտալիտետ է, որ գալիս է։ Pourquoi? Parce qu'il y avait aussi une méfiance. Il y avait une méfiance, il y avait de l'incompréhension. Il y avait des choses qui n'étaient pas dites en fait. Ce qui compte avant tout, pour l'Arménien qui veut venir en France, c'est pas compliqué. C'est que les choses doivent être faites de façon transparente. Alors, je vais tout de suite rassurer l'ensemble des Arméniens. Un visa ne coûte pas $3000, ne coûte pas $340. Un visa coûte 60 €. Et il est bien plus simple pour un Arménien de pousser la grille de l'ambassade pour demander un visa à l'ambassade et au consulat, plutôt que de s'en remettre à des vendeurs d'illusions et à des gens qui, pour des sommes énormes, vont leur vendre du rêve et peut-être quelque chose qu'ils n'auront jamais. Ուզում ասի, որ ինքը մինչև իր գալը ֆրանսիացիները ասենք, թե ֆրանսական դեսպանատունի մասին ենք խոսում, չեն հասկանում հայերը, վախենում էին, ասենք, թե կարող են գնան, չգան, տենց չգիտեին, որ կարող է հայը ուզենա գնա տեսնի Էյֆելյան աշտարակը, ու հետ գա, ասենք, թե նորմալ, եւ էլ ասում է, ուղղակի պրոբլեմներ կա, ասում ավելի մի հատ վիզան չի արժի $3000, $340, 60 եվրո է մի հատ վիզան, et petit հայերը հասկանալ ավելի հեշտ կլինի, որ ասենք, թե ամբողջը թափանցիկ կլինի, միանգամից գնան ֆրանսական դեսպանատուն, հարցնեն թղթերը, 60 եվրոն վճարեն, ասենք, թե վիզայի համար, էդի ավելի հեշտ է եւ ավելի փորձեն այսինչ կամ այնինչ ճանապարհները։ Պետք չկա, ասենք, ոնց որ ասում է, ես թարգմանեմ, երազի ցախողից չգնաք, ասենք, թե որ ասում է, հա 3000 տվեք, մենք կանցնենք։ Այսինքն գնացեք միանգամից դեսպանատուն, Մինչև կամ բավական հարցեր կան, որովհետեւ Քրիստինեն որպես translator եկել, նա շատ Չէ, նաև կարծում եմ հարցերից եւ ուպատոսին էլ իհարկե կլինեն, Քրիստիան, այսպեսի կա արդյոք կոնկրետ ծրագիր, որը պիտի նվագեն այդ մասնակիցները, թե իրենք են որոշելու ինչ պետք է կատարեն։ Alors, այս տարին 2011 թիվը լիստի տարին է։ France list, այո։ Պետք է անպայման լիստ նվագեն, էդի անպայման է, տեսա ծրագիրները։ Իսկ ինչ լիստից իրենք կարող են որոշել։ Ինչ ուզենան կորոշեն, հետո ուրիշ Ռախմանինով ուրիշ բան կարան նվագեն, ծրագրի մեջ չկա։ Շատ լավ։ Արդյոք մրցույթը միայն երաժիշտների համար է, թե երգիչների համար էլ կկազմակերպվի հետագայում այսպեսի հարց։ Հետագայում կարելի է, բայց հիմա մենակ դաշնամուրն է։ Եվ այսպեսի տարօրինակ հարց, Հայաստանի կողմից որևէ ֆինանսավորում ստացել է ծրագիրը։ Հայաստանի կողմից ասենք, թե շատ ուզում կարամ շնորհակալություն հայտնեմ երկու հատ հոթել ու մեզի օգնել են, որ կարողանամ այդ իմ շեֆից բերեմ ստեղ հոթել 1-ը եւ Անի Պլազան, որ մեզի շատ են օգնել, թե չէ ուրիշը ճիշտ ասած, սփյուռքահայ Սփյուռքի նախարարությունը նախարարությունը ինձ օգնել է լոջիստիկայով, տենց շատ լավ եւ մշակութային մինիստրությունն էլ ինձ շատ լավ օգնել։ Մշակույթի նախարարությունը։ Այո։ Եվ Ֆրանսիայի հայերը շատ են օգնել
Եվ ստեղ Grant Thornton-ին եմ ուզում շատ մեծ շնորհակալություն հարցնել։ Grant Grant Thornton-ին։ Thornton, որ մեզի շատ են օգնել եւ ֆրանսական ջահելները ոնց են ասում ստեղ երիտասարդական միություն կա, որ մեզի օգնեցին։ Եվ Պանգրապենը կարծում եմ իր ֆրանսական դեսպանատունը իր մշակույթում պարոն Գրապանը ինձ հենց սկիզբից ասեց, որ շատ լավ իդեա։ Դու ես մի հարցին արդեն Քրիստինե պատասխանեցիր, ես նկատում եմ հարցնում են մասնակիցների տարիքային ցենզուրը, դա արդեն գիտենք։ Գեղանկարչության ցուցահանդեսների ծրագիր չեք նախատեսում իրականացնել Ֆրանսիայում։ Սա երևի պարոն Հյուպատոսին էլ նաև լինի հարցը։ Ասենք թե ոնց նկարիչների ցուցահանդես, Բայց Ֆրանսիայում այո։ Il demande, parce qu'il y a une question, il pose si on ne peut pas faire un concours de dessin en France, enfin un échange culturel par rapport à des peintres ou autres en France. Est-ce qu'il y a il y a un programme par rapport à ça en France dont tu pourrais bénéficier ou pas? C'est une question qui est très culturelle et qui sort un peu de mon domaine de compétences. Mais là encore, la réponse sera toujours la même de ma part. Pousser la grille de l'ambassade, que les gens viennent nous voir, viennent à l'ambassade, prennent rendez-vous, là en l'occurrence avec le service culturel. Venez nous voir. Vous aurez toutes les réponses que vous voudrez. Toutes les réponses que vous cherchez, on essaiera de vous les donner, on essaiera de vous dire oui, venez en France. Venez en France. Venez développer vos talents, venez développer votre vie, venez développer vos compétences. On vous attend pour ça et on sera ravis et très heureux de vous permettre de vous développer parce qu'à chaque fois qu'un Arménien vient en France, eh bien, quand il revient en Arménie, il a un regard un peu changé. Et c'est vrai il va faire un concours en France, il va acquérir une technique, il va faire découvrir à la France une technique. Et tout ça, c'est l'enrichissement mutuel. Et ça, c'est bien. Pousser la porte de l'ambassade. Ուզում ասի, ասենք թե որտենց բաների համար, ասենք թե շատ մշակութային բաժին, ասենք թե ինքը հուպատոսա, ամենակարևոր հարցը, բանը որ ասեց, որ եկեք ֆրանսական դեսպանատուն, ժամադրություն վեկալեք կուլտուրալ բաժինում, ինչ կարանք, ինչ հարցեր ունեք, մենք այնտեղ ամբողջը կանեն, որ պատասխանեն։ Մենք տեսնենք, գտնենք, Voilà, եթե լավ բան գտնեն, Կարակ, որտեվ Ֆրանսիան շատ է բաց, ասենք թե արտիստիկան ձևով, ասենք թե որ օտարները կան արտիստիկան։ Մենք այսօր հյուրընկալել ենք Քրիստինեինով շատ գեղեցիկ եվրոպական դաշնամուր կոչվող մրցույթի համար երկու հայ։ Իրենց հաշվին ինքն շատ գեղեցիկ։ Այո, գեղեցիկ տանելու են Ֆրանսիայում կայանալիք մրցույթին եւ ինչպես նաեւ Հյուպատոսին ինչ հարց ունենք այսօր տալիս ենք դուք էլ մեզ հետ սիրելի հերոսայտողներ, բայց հիմա ժամանակն է։ Շնորհակալություն ձեր հարցերի համար, հարցերը շատ են նաև ուղղված պարոն Հյուպատոսին, անպայման մենք կտանք աշխարհի լավագույն գովազդից հետո։